Մեծարգո պարոն Հասանով, հարգելի գործընկերներ, մեր նիստը հետևող սիրելի քաղաքացիներ։ Ես իրապես շնորհավորում եմ մեզ նոր ձևավորված խորհրդարանի Անդրանիկ նիստը այսքան հանդարտ եւ դեռ որ կառուցողական ոճով ընթանալու կապակցությամբ։ Բայց չեմ կարող նախքան պարոն Ռուբինյանի թեկնածությանը չանդրադառնալ իմ սիրած ժանրին, որը կոչվում է ընդդիմությունը սեփական թակարդում է։ Այսօր ընդդիմությունը մի քանի թեստ շրջանառեց, որը ցույց է դնում, որ նրանք իրենց օրակարգը սկզբունքորեն տանելու ունակություն չունեն։ Պարոն Խաչատրյանն ասում է. ժողովուրդ, ի վերջո հասկացեք, Թուրքիային ձեռ է տալիս այս ստատուս քվոն նա սահման չի բացելու։ Ամիսներ առաջ պարոն Խաչատրյանը հենց այս ամբիոնից ասում էր. Թուրքիան կբացի սահմանը եւ կխժռի մեր տնտեսությունը։ Պարոն Ռուբինյանը խոսում է սահմանազատման գործընթացի օպտիմալացման մասին եւ Հայաստան Դաշինքից զարմանում են։ Այդ ինչ օպտիմալացում է։ Ուզում եմ հիշեցնել, որ Տիկին Լիլիթ Գալստյանը ամիսներ առաջ, երբ որ այստեղ քննարկվում էր աշխատակարգը, ասում էր. ՀՀԿ կանոնակարգը, ժողովուրդ, ՀՀԿ կանոնակարգը անյենթադրում է օպտիմալացում։ Ստեղ հակասություն դուք չեք նկատում։ Տիկին Գրիգորյանն ասում է, վախի մթնոլորտում է անցել քարոզարշավը։ Ուզում եմ հիշեցնել, որ երկու ընդդիմադիր ֆրակցիաները իրենց ողջ քարոզարշավը իրականացրել են հենց վախի քարոզով։ Խոսում են 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին։ Պարոն Կարապետյան, ուր են այդ ադրբեջանցիք։ Դուք խոսում եք նրա մասին, որ եթե վարչապետը վերընտրվի, ապա ցեղասպանության հուշահամալիրը վերածվել է մզկիթի։ Ուր է մզկիթը։ Դուք խոսում եք նրա մասին, որ վարչապետի ընտրության պարագայում հայը այլևս հայ չի լինելու։ Իդեպ սա մի ֆանտաստիկ թեզ է, որ այսօր առաջին ելույթ ունեցող ընդդիմադիր պատգամավորը խոստանում եմ անունները բոլորի սովորել, որովհետև կարծում եմ, որ դա հարգանքի նշան է խորհրդարանի նկատմամբ։ Պարոն Սուքիասյանը ասում էր, որ պարոն Ֆարմանյան, ներողություն եմ խնդրում, ասում էր, որ մենք եկել ենք խորհրդարան, որպեսզի իսկական հայը մնա հայ։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստան Դաշինքը այս թեզի շուրջ 5 տարի խորհրդարանում աշխատել է, փողոցային պայքար է գեներացրել եւ ինչ տեղի ունեցավ։ Նրանք այսօր կեսի չափով պակասել են եւ զբաղեցնում են այն մասը, վստահ եմ, որ նման հռետորաբանության պարագայում նույնը ակնկալվում է նաեւ ձեզ։ Ասում եք, դուք խոնարհաբար ամեն ինչ զիջել եք Ադրբեջանին։ Ես պահանջում եմ, որպեսզի դուք այս ամբիոնից ասեք, թե ինչ է Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը զիջել Ադրբեջանին։ Գոնե մեկ օրինակ։ Հա, պարոն Խաչատրյանը, սա էլ իմ սիրած, ուրեմն ես վստահ եմ, որ Արթուր Խաչատրյանը այս հարցի պատասխանն ունի, ասում է, ինչի սահմանազատման աշխատակարգում քարտեզ չկա։ Ուզում եմ հիշեցնել, որ այս նիստերի դալիճում տեղի ունեցել փակ գաղտնի նիստ, որի ընթացքում պարոն Խաչատրյանը ստացել է իր հարցի պատասխանը եւ շատ լավ գիտի, ինչի քարտեզ չկա հիշատակված։ Իշխան Սաղաթելյանն ասում է, այս ամբիոնից, ուրեմն ընտրված ընդդիմադիր պատգամավորը համար 1 քաղաքական ամբիոնից ասում է, ազատ խոսքը վտանգված է։ Ուրեմն Իշխան Սաղաթելյանը այս նույն միտքը կրկնել է TV5-ի եթերում, նույն միտքը տիրաժավորել է իր սոցիալական էջերում եւ իրենց հետ աֆիլիացված ընդդիմադիր մեդիայով եւ ուզում եմ հասկանալ, այդ որ ազատ խոսքն է վտանգված Իշխան Սաղաթելյանի կամ արդյոք դուք բավարար սուր չեք, եթե կարծում եք, որ ձեր նկատմամբ ինչ որ առավելություն կա, որ կարողացել եք դառնալ պատգամավոր եւ գալ այս ամբիոնից ելույթ ունենալ։ Իսկ պարոն Ռուբինյանի ելույթում կար մի առանցքային կետ, որի շուրջ ես թե համաձայն եմ, թե համաձայն չեմ։ Պարոն Ռուբինյանն ասում է հետևյալ միտքը, ասում է, որ ձեր հիմնական խնդիրն է, որ ընտրությունների արդյունքների հետ չեք հաշտվում։ Ես այստեղ մի ենթամակարդակ կավելացնեմ եւ կասեմ, որ դուք չեք հաշվում այլևս, որ 18 թվականից Հայաստան իշխանություն ժողովուրդն է, որ ժողովուրդն է ձևավորում իշխանությունը եւ իշխանության ժողովուրդը այլևս խլել անհնար է։ Եվ թերևս գուցե դրա պատճառով էր, որ դուք ողջ քարոզարշավի ընթացքում ըստ տարբեր իրավապահ համակարգի ներկայացուցիչների կողմից տարածված ձայնագրությունների փորձում էինք դեռևս գնել ժողովրդի իշխանությունը։ Սա մեծագույն անարգանք է ժողովրդի նկատմամբ։ Սա անարգանք է եւ սա է հիմնական մեր տարբերությունը։
Ամբողջ խնդիրն այն է, որ դուք չեք ընդունում իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ 2018 թվականից բոլոր արտահերթ եւ հերթական ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը ստացել է ժողովրդի մեծամասնություն եւ պարոն Վարդևանյան, այո դուք գուցե մաթեմատիկայից այդքան էլ ուժեղ չեք, բայց 750,000-ը 630,000-ից շատ է։ Այստեղ ինձ թվում է 4 դասարանի գիտելիքները մաթեմատիկայով կբավարարեին։ Թերևս մի բան կար, որի շուրջ ես եւ Լևոն Քոչարյանը կյանքում առաջին անգամ համաձայն ենք։ Ես էլ չէի պատկերացնում, որ նման բան կարող է լինել, բայց հետեւյալ միտքն է, որ այս ընտրություններն անցել են օտարերկրյա հսկայական միջամտությամբ եւ այո, մենք հաղթել ենք ընտրությունները եւ որ տեղ էին ունենում հսկայական հիբրիդային գրոհներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այս մասին մենք խոսել ենք, ես անձամբ խոսել եմ նաեւ տարբեր միջազգային կառույցներում։ Առաջին անգամ էր, որի քաղաքական գործիքներից անդին կիրառվել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ տնտեսական գործիքակազմ։ Պարոն Կարապետյան, ես ինձ թույլ կտամ որպես երիտասարդ, բայց 3 գումարումների պատգամավոր ձեզ մի խորհուրդ տալ։ Օրինակ Էդգար Ղազարյանին կարող եք խորհուրդ տալ, որ այն ելույթը, որ նա ունեցել է, շատ ավելի սուրտ նման ելույթներ ունակ ունեցել է Քրիստինե Վարդանյանը։ Քրիստինե Վարդանյանն ներկայացնում է մի կուսակցություն, որն ունի Տիկին Վարդանյանը, չեմ սխալվում, 150 տարվա պատմություն, 150-15-ն էլ իմ կողմից, 150-ամյա պատմություն։ Այս մարդիկ, որ այստեղ էին նստած, իրանք ես դաշնակցության հետ ունեմ 0 համաձայնություն քաղաքականապես, բայց իրենք ունեն հետագից, քաղաքական հետագից։ Իրանք այս խոսույթը անդադար շարունակեն, ինչ նշանակում գործադիրում Ադրբեջանի ներկայացուցիչն է Ռուբինյանը Թուրքիայի։ Սա ձեզ տանելու այնտեղ, եթե ոչ դուրս։ Ես առաջարկում եմ ձեզ որպես էլ եմ կրկնում երիտասարդ պատգամավոր, բայց արդեն 3 գումարումների եւ այստեղ տարբեր կուսակցություններ տեսած մարդ, սա ձեզ լավ տեղ չի տանելու։ Իմ բարի Էդգար Ղազարյանի հետ այս մասին խոսել, որպեսզի նա դադարի ասել, որ մեր գործադիրի ղեկավարը Ադրբեջանի կողմից նշանակված կամ չեմ էլ հիշում ոնց ասեց։ Պարոն Վարդևանյան, լավ է, եկաք, էս ուր էիք։ Բայց չեք պատրաստվում եք ժողովրդին ասել ինչու մանդատը վայր դրեցիք։ Այդ ինչ անհամաձայնություն եք Ռոբերտ Քոչարյանի հետ, որը չկա Կարապետյանի հետ, այո, մանդատը այդպիսի բան է, երբ որ մանդատը վայր ես դնում, պետք է պատասխանես հանրությանը, թե ինչ անհամաձայն, չէ, ես այսօր հենց նոր բացեցի ձեր տեքստը, ոչ մի քաղաքական տեքստ այդտեղ չկար, ասացի գործընկերներից հետ քննարկել եմ անձնական որոշում է, եկեք այս ամբիոնից պատասխանեք մյուս անգամ, ինչ անհամաձայնություն ունեիք Ռոբերտ Քոչարյանի հետ, որ չունեք Սամվել Կարապետյանի հետ։ Իսկ սիրելի քաղաքացիներ, ես համաձայն եմ, որ խորհրդարանը թերևս ամենացածր վարկանիշ ունեցող կառույցներից մեկն էր վերջին տարիներին եւ այստեղ բոլորս մեր չափաբաժին մեղքն ունենք եւ որ մենք իրար վիրավորում ենք շատ հաճախ պետք է հիշենք որ մենք չենք վիրավորում անձնապես իրար մենք վիրավորում ենք այս կառույցը մեր բոլորի պատասխանատվությունն է ազգային ժողովը դարձնել վստահելի մարմին որովհետև բոլոր նրանք, ով կռիվ են տալի Հայաստանի Հանրապետության դեմ, փորձում են ոչնչացնել վստահությունը քաղաքացիների մեր պետական ինստիտուտների նկատմամբ։ Ես անձամբ դա թույլ չեմ տալու, կոչ եմ անում ձեզ նույնպես դա թույլ չտալ։ Ես վստահ եմ, որ պարոն Ռուբինյանը կարող է կատարել իր առջև ծառացած լիազորությունները ամբողջ ազնվությամբ, նա իմ ճանաչած ամենաազնիվ մարդկանցից մեկն է։ Բարեկիրթ մարդ է պարոն Ռուբինյանը, գրագետ մարդ է պարոն Ռուբինյանը, ես հաջողություն եմ նրան մաղթում, որտեղ վստահ եմ, որ խորհրդարանը նրան կոշտի իր առջև ծառացած մարտահրավերը ամենաբարձր ձևով լուծելու, հանգուցալուծելու մեծ առաքելությունը։ Շնորհակալ եմ։